Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր ապրիլի 27-ն է, երկուշաբթի։ Սահմանապահը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, մեր անկախության կարևորագույն սիմվոլներից է։ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շնորհավորել է բոլորին սահմանապահի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել սահմանապահ զորքերի բոլոր ծառայողներին իրենց ծառայության համար։ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են եւ այնտեղ ծառայություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից։ Հաջորդ կարևոր նորությունը, որ մենք ունենք, արդեն 2 տարի Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ այն է, որ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված եւ սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Եվ սա նույնպես շատ կարևոր եւ բացառիկ իրավիճակ է եւ պիտի արձանագրեմ, որ այդ 12 կիլոմետրը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների եւ ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պայուսակների մեջ դրած։ Սա իհարկե տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ զորքերի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ։ Եվ սա մեզ ստիպում է մտածել կամ նկատել ակնհայտը, որ սահմանապահ զորքերը սովորաբար խաղաղության սիմվոլ են, որովհետեւ այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, մեծ հավանականությամբ կամ դեպքերի մեծամասնությամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն։ Եվ մեր ցանկությունն ու նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմաններին, բոլոր սահմանները, սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո։ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արցախյան պատերազմների մասնակից Արթուր Ավանեսյանին, որը հայտնի է Կանդազ մականվամբ։ Ավելի վաղ իրավապահները հայտնել էին Ուժեղ Հայաստանին առնչվող եւս մեկ քրեական գործի մասին։ 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Ուժեղ Հայաստան դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար։ 4 անձանցից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը եւ բացակայելու արգելքը։ Մյուս երկուսի նկատմամբ վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը, իսկ անչափահասի նկատմամբ դաստիարակչական հսկողությունը։ Վերջին օրերին զգալի թանկացել է հեղուկ գազը, տնտեսագետների խոսքերով գնային փոփոխությունները կանխատեսելի էին։ Գնագոյացման վրա ազդող պատճառները տարբեր են, սկսած տարադրամի փոխարժեքի տատանումներից մինչև վերին լարս ու աշխարհաքաղաքական իրադարձություններ։ Մի շարք լցակայաններում հեղուկ գազ չկա կամ լիցքավորում իրականացնում են միայն կտրոններով։ Մի քանի օր առաջ հեղուկ գազը կարելի էր ձեռք բերել 190 դրամով։ Այսօր արդեն գները տատանվում են 220-ից 250-ի սահմաններում։ Մի քանի ամիս առաջ նույն խնդիրն էր, դեռ հունվարին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանում հեղուկ գազի գնի աճը պայմանավորել էր հարևան Իրանում տեղի ունեցող հակակառավարական ցույցերով։ Իսկ Ռուսաստանի դեպքում եղանակային պայմաններն էր նշել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության հերթական նիստի ժամանակ իր մտահոգությունն էր հայտնել իրավիճակի հետ կապված։ Միևնույն ժամանակ վստահեցրել, որ համբերատարությամբ գույքագրվում են բոլոր խնդիրները։ Հայաստանի Հանրապետությունը մատակարարումների տարբեր ուղիներ եւ տարբեր աղբյուրներ ունեն, այստեղ է հարցը։ Այսինքն պետք չի այդտեղ շատ բան փնտրել։ Եվ մենք պետքա գնանք այդ ճանապարհով եւ գնում ենք այդ ճանապարհով։ Եվ համոզված եղեք մյուս տարի դեկտեմբերին էլ այդ հարցը չի լինի, որ ասում եք ամեն տարի դեկտեմբերին կլինի, մյուս տարի չէ, այս տարի դեկտեմբերին էլ չի լինի այդ հարցը, վստահ եղեք։
Աշխարհաքաղաքականից մինչև տնտեսական գործոններ ոլորտի մասնագետները հեղուկ գազի գների կտրուկ բարձրացման տարբեր պատճառներ են քննարկում։ Տարբեր գործոններով պայմանավորված ըստ էության շրջանում ճգնաժամային իրավիճակը։ Ես կամական ճգնաժամային իրավիճակը ենթադրում է ճգնաժամային կառավար, պետական միջամտություն։ Ամերիկա-իրանական պատերազմով պայմանավորված, գիտենք, նավթի գների կտրուկ հանգում, վառելիքի շուկայի շուրջ։ Միայն աղմուկը բավարար էր, որպեսզի ճգնաժամ որոշակի ճգնաժամային տարեր պարունակող բաներ սկսեին, այլ ընտանեկան վառելիքի գինը աճեր։ Բացի այդ, լարսում խնդիր կար մեքենաների անանցանելիության հարց կար եւ էլեմենտար էր, որ դեֆիցիտ առաջանալու։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ նկատում է հեղուկ վառելիքի գների աճը իր ազդեցությունն է թողնում Հայաստանում մատուցվող բոլոր ծառայությունների վրա։ Գները թանկանում են, որը իր ազդեցություն է թողնում ինչպես տնտեսական առումով, այսինքն մեր տնտեսվարողները կորցնում են իրենց մրցունակությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում, այնպես էլ սոցիալական առումով։ Մեր սպառողները ստիպված են լինում ավելի շատ վճարել ապրանքների եւ ծառայությունների համար։ Այսօր առավոտվանից էլ Facebook-յան տարբեր օգտատերեր քննարկում եւ մեկնաբանում են ստեղծված իրավիճակը, փնտրում պատասխանատու մարմիններ։ Տարբեր խմբերում փորձում հետաքրքրվել, որտեղից կարելի է հեղուկ գազ գտնել։ Որոշները գրում են, թե իմաստ չկա այդ գներով գազ ձեռք բերելու, նույն արժեքով կարելի է բենզին ձեռք բերել։ Սուրեն Պարսյանը նկատում է հեղուկ գազի գների կտրուկ տատանումները զսպելու համար Հայաստանում պետք է ստեղծել խոշոր հեղուկ գազի պահեստներ, որոնք թույլ կտան կանխել կամ նվազեցնել Վերին Լարսի անցակետի կախվածությունը։ Միաժամանակ մենք պետք է փորձենք դիտարկել Իրանից եւ Իրաքից հեղուկ գազի ներկրման անխափան հնարավորությունները։ Ցավոք այս պահին բազմաթիվ դժվարություններ կան տեխնիկական, կազմակերպական առումով, այնուամենայնիվ Հայաստանը պետք է փորձի դիվերսիֆիկացնել իր հեղուկ գազի ներկրման շուկաները, դիտարկելով նաև այդ ուղղությունները։ Թե հեղուկ գազ ներմուծող ու վաճառող ընկերությունների գործողությունները որքանով են օրինաչափ ու մրցակցային, պարզ չէ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հեղուկ գազի շուկայում վերահսկողություն չի իրականացնում։ Շուրջ 180 տնտեսվարող է հեղուկ գազ ներմուծում, որտեղ ամենամեծ ներմուծողի մասնաբաժինը 7%-ը չի գերազանցում։ Հետևաբար չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ ու չկա նաև վերահսկողություն։ Մարինե Դվոյան, Հորիզոն։ Երեք Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ հնչել են կրակոցներ, միջոցառմանը ներկա Թրամփի կաբինետի բազմաթիվ անդամներ եւ վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ թաքնվել են սեղանների տակ, հաղորդվել է միայն մեկ սպայի վիրավորվելու մասին, սակայն ըստ Թրամփի զրահաբաճկոնը փրկել է նրան։ Սա առաջին անգամն էր, որ Թրամփը մասնակցում էր միջոցառմանը որպես նախագահ, նախորդ տարիներին նա բոյկոտում էր։ Reuters-ը նշում է, որ ընթրիքն անցկացվում էր նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձի նույն վայրում։ Կադրերում երևում է, թե ինչպես է կասկածյալը արագ անցնում անցակետով մի պահ անակնկալի բերելով անվտանգության աշխատակիցներին, նախքան նրանք կհասցնեն խլել զենքը։ Ըստ Թրամփի նա գործել է միայնակ։ Ամերիկացի եւ օտարերկրացի պետական ու քաղաքական գործիչները արձագանքել են Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին կատարված հրաձգությանը, որին ներկայ է եղել նաեւ Միացյալ Նահանգների նախագահը եւ փոխնախագահը։ Երկրի առաջին դեմքերին տարհանել են, միջոցառումը հետաձգվել է 1 ամսով։ Ենթադրյալ կրակողը ձերբակալվել է, միջադեպին անդրադարձել է նաեւ կոնգրեսական ներկայացուցիչների տան նախկին խոսնակ եւ Թրամփի քաղաքական հակառակորդ Նենսի Փելոսին։ Մեծ թեթևություն է իմանալ, որ նախագահը առաջին տիկինը եւ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին բոլոր ներկաները ապահով են։ Նա ավելացրել է, որ իր աղոթքները վիրավոր սպայի եւ քաղաքական բռնության միջադեպերից տուժած անձանց հետ են։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մեկնաբանել էր միջադեպը, շեշտելով, բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում։ Իրանը Միացյալ Նահանգների նոր առաջարկ է փոխանցել, որը նախատեսում է Հորմուզի բացումը։ Իրանի ներկայացուցիչները նոր առաջարկը ամերիկյան կողմին են փոխանցել Պակիստանում միջնորդների միջոցով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր մտադիր է անցկացնել իր կաբինետի նիստը քննարկելու Իրանի հետ բանակցություններում ստեղծված անելանելի դրությունը եւ պատերազմում հաջորդ քայլերի հնարավոր տարբերակները։ Իդեպ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։ Հիշեցնենք, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 24-ին մեկնել էր Իսլամաբադ
Մասկատ եւ այնուհետեւ Մոսկվա։ Իրանական կողմը հայտնել է, որ այցի նպատակն է երկկողմ խորհրդակցություններ անցկացնել եւ քննարկել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի իշխանությունների կողմից Իրանին պարտադրված պատերազմի վերջին զարգացումները։ Պակիստան այցի ընթացքում Թեհրանը Վաշինգտոնին է ներկայացրել հակամարտության կարգավորման նոր առաջարկ, որը նախատեսում է ամերիկյան շրջափակման վերացում, Հորմուզի նեղուցի բացում եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումների առաջխաղացում։ Նոր առաջարկը նպատակ ունի հաղթահարել բանակցություններում առկա փակուղին եւ միջուկային զիջումների մասշտաբի վերաբերյալ անհամաձայնությունները, որոնց Իրանի ղեկավարությունը պատրաստ է գնալ Թրամփի վարչակազմի հետ համաձայնության հասնելու համար, հայտնում է գործակալությունը։ Միաժամանակ տեղեկացնելով նաեւ, որ Իրանի առաջարկը հիմնականում կենտրոնանում է Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամի եւ ամերիկյան շրջափակման լուծման վրա։ Այն ենթադրում է, որ կողմերը պետք է երկարաձգեն հրադադարը երկար ժամկետով կամ համաձայնեն պատերազմի մշտական դադարեցմանը։ Ալաղալաչյան, Հորիզոն։ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում հոգևոր եւ դասական երաժշտության համերգ է կազմակերպվել Խազեր երգչախմբի Սեբաստացիներ ուսուցչական եւ Գյումրիի Վարդուհի արվեստի դպրոցի մանկական երգչախմբերի մասնակցությամբ։ Եկեղեցու բակում երգչախմբերը նաեւ ազգային երգ ու բարի ուսուցման բաց դաս են ունեցել։ Հոգևոր մշակութային օրը եզրափակվել է Կումայրի Արգելոց թանգարանում, որտեղ դաշնակահարներ Արմեն Լևոն Մանասերյանը եւ Ջուլիետա Վարդանյանը ներկայացել են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով։ Հոգի լցնող երաժշտությունը բարձրանում էր մինչև եկեղեցու գմբեթը եւ միախառնվում հավատավորների աղոթքին։ Հոգևոր կատարումները դառնում էին փառաբանության խոսք առ Աստված։ Հայկական հոգևոր երաժշտությունը եկեղեցում հնչում էր երգչախմբային մեկնությամբ։ Հոգևոր երաժշտության, մշակույթի հետ շփումը շատ կարևոր է մարդու համար, միավորող ուժ է, հատկապես եթե ազգային արմատներ ունի այդ մշակույթը։ Հոգևոր երաժշտությունը դաշնամուրի ուղեկցությամբ ներկայացրին Խազեր եւ Փոքր Խազեր երգչախմբերը։ Նրանց հետ կատարումներով հանդես եկան Գյումրիի Վարդուհի արվեստի դպրոցի մանկական երգչախմբի սաները։ Հատկապես մեր օրերում եւ առհասարակ ազգային մշակույթի տարածումը եւ ճանաչումը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար, որպեսզի մշակույթի միջոցով եւ պատմության կարողանա ճանաչել ինքն իրեն, իր անցյալը եւ դրա հիման վրա կարողանա կանխորոշել իր տեսլականը Եվ իհարկե այդ ճանապարհին շատ կարևոր է նաև երեխաների ներգրավվածությունը։ Այնքանով էր մեր համերգը ըստ իս կարևոր, որովհետև այս երգերը փորձեցինք ինչ-որ ձևով տարածել, մարդկանց համար լսելի դարձնել ու ոչ միայն հայկական գործեր էին, նաև Վարդուհի արվեստի դպրոցի երեխաները սաները երգեցին արտասահմանյան հոգևոր մեսայից գործեր, որոնք նույնպես շատ կարևոր է, որ մեր ազգը ճանաչի լսողական մակարդակով թեկուզ եւ կրթվի այդքանով։ Ելույթները սրտաբուխ էին, որոնք եկեղեցու կամարների տակ հնչեցնելիս վերածվում էին քնարական մեղեդիների, որոնց միացան ձայնակցեցին եկեղեցում գտնվողները։ Արդյունքում ծնվեց միասնական ելույթ։ Հատկապես Կոմիտասի երգերը հնչեցին բացառիկ ոգեղենությամբ, փոխանցելով հայկական հոգևոր երաժշտության խորքն ու ուժը։ Ձախը թաթ, ձախ, աչը թաթ։ Համերգի ավարտը ուսուցողական էր։ Եկեղեցու ետնաբակում երգչախմբերը քաղաքացիների համար կազմակերպեցին ազգային երկու բաց դաս։ Մշակութային իրադարձություններով հագեցած օրը շարունակվեց նաև Կումայրի Արգելոց թանգարանում, պահպանելով հոգևոր դասականի ընդհանուր շեշտադրումը։ Այստեղ կազմակերպված դաշնամուրային համերգը հանդիսականի համար խորելու, հիշելու եւ պահանջելու ուղերձով էր։ Մեղեդային ու կատարողական նրբությամբ պատմելով
111 տարի անց չմոռացվող 20-րդ տարի ոճրագործության մասին։ Մենք այնտեղ հավասարապես լսում ենք անապատի ձայներից մինչև մարդկային գուցե չճչացող ողբերգություն, լռություն կամ պորտքում։ Եվ կարծում եմ արվեստը մշտապես պատմական իրադարձությունների լավագույն հայելին է։ Այսօր մենք ինքներս մեզ ենք տեսնում այդ անդրադարձի մեջ եւ այս երաժշտական պատկերներում գտնում մեզ հետագայում ապրելու կոչով։ Հնչեցին Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի եւ այլ կոմպոզիտորների դաշնամուրի համար գրված ստեղծագործությունները։ Դաշնակահարներ Արմեն Լևոն Մանասերյանի եւ Ջուլիետա Վարդանյանի համատեղ կատարումները որքան խորն ու զգացմունքային էին, նույնքան էլ խոսք ու ազգ հայի անցած ճանապարհի մասին։ Դաշնամուրային մեղեդիները ուղեկցվում էին ձայնային ուղերձ մեկնաբանություններով։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի ավարտական դասարանում սովորող Սիլվի Պետրոսյանը օպերային արվեստում ճանաչման հասնելու երազանքներ ունի։ Այդ ճանապարհին մեծ ջանք ու նվիրում է հարկավոր։ Սիլվին 16 տարեկան է, հանրապետական եւ միջազգային փառատոնների մրցանակակիր։ Օպերային երգեցողության մեջ առաջին քայլերն անող երգչուհին առաջին անգամ հանդես է եկել մենահամերգով։ Փոքր դահլիճի լռության մեջ հնչում են աշխարհահռչակ կոմպոզիտորների Բախի, Բեթհովենի, Չայկովսկու, Պուչինիի հայտնի օպերաններից հատվածներ։ Իր կատարողական հնարավորությունը հանդիսատեսի առջև բացահայտում է 16-ամյա Սիլվի Պետրոսյանը։ Նա թիվ 6 երաժշտական դպրոցի վոկալի բաժնի աշակերտ է։ Վստահ քայլերով փորձում է գնալ իր երազանքի հետևից, լինել օպերային արվեստի մեծ աշխարհի ներկայացուցիչը։ Երաժշտությունը մեծ աշխարհ է, որ ամեն մեկը չի, որ կարող է լինել այս աշխարհում, եւ ես ուրախ եմ, որ ես այս աշխարհի մի մասնիկն եմ։ Երաժշտությունը հոգի է։ Եթե դու ունես լավ հոգի, բաց հոգի, դու հաստատ կկարողանաս դառնալ երաժիշտ։ Դասական երաժշտությունն ունկնդրել է փոքր հասակից, սիրահարվել խոսքի, բեմական շարժման ու երաժշտության սինթեզի արվեստին։ Նա ոգեշնչվել է հայ լավագույն օպերային երգիչների կատարումներով։ Փոքր ժամանակվանից մամայիս հետ շատ էինք լսում Լուսինե Զաքարյանին, եւ Իրանից էինք շատ ոգեշնչվել նաեւ Գոհար Գասպարյանից, Մարիա Կալասից, մինչեւ հիմա իրանց շատ եմ սիրում ու փորձում եմ ամեն կերպով նմանվեմ իրենց, որովհետեւ իրանք լեգենդներ են, ումից պետք է օրինակ վերցնել։ Սիլվին սկզբում ուսանել է դաշնամուրային բաժնում, բայց հետո վոկալն է ընտրել։ 9 տարեկանից դպրոցում ձևավորվել է նրա երաժշտական ճաշակը։ Ձայնային տվյալները թույլ են տվել մասնագիտական աշխատանքի ընթացքում հղկել, մշակել ձայնը եւ լավ արդյունքներ ունենալ։ Յուրահատուկ շատ սիրուն ձայն ունի եւ երբ կա սեր դասարանում ինձ թվում է առանց արդյունքի չի մնում եւ այդ արդյունքը մենք Սիլվիի կյանքում ձայնի մեջ եւ բեմին զգացինք։ Միշտ հիացրել է, որտեղ ինքը հսկա ձայն ունի։ Նույնիսկ որ սկսեց արդեն ճիշտ երգել եւ ինքը իր ձայնից վախենում էր։ Հիմա էլ շատ ժամանակ այնպիսի ձայն է հանում, որ ինքը այդ փոքր մարմնից ինքնին զարմանում է, էլի, բայց հզոր ձայն ունի եւ ես հուսով եմ, որ ինքը շատ մեծ ապագա կունենա։ Երաժշտությունը հոգու լեզուն է եւ այս խորագրով էր 16-ամյա երգչուհու առաջին մենահամերգն իր երաժշտական դպրոցում։ Այն Սիլվիի առաջին մենահամերգն էր, բայց ոչ առաջին բեմելը։ Նա բազմաթիվ հանրապետական եւ միջազգային մրցույթների է մասնակցել, արժանացել տարբեր կարգի դիպլոմների ու մրցանակների։ Ամենամեծ հաղթանակը այդ մրցույթներից իմ զգացողությունն է, իմ ինքնազգացողությունը, ինքնավստահությունը։ Մասնակցել եմ Art Music միջազգային փառատոնին, Փոքրիկ քայլեր միջազգային փառատոնին, Մինորա, օպերային ծրագրին։ Այդպիսի մրցույթ չկա, Փոքրիկ քայլ, Վերածնունդ, Art Music, Մեղեդի, բոլոր մրցույթներին մասնակցել է ինքը։ Եվ բոլորը տեղերով, բոլորը միշտ մրցույթային առաջի, երկրորդ տեղերը վերցրել է։ Գիտենք, որ մենահամերգը դա շատ պատասխանատու ելույթ է,
որը պահանջում է մեծ կամք, բնավորություն, աշխատասիրություն, որին վստահ եմ Սիլվին պատրաստ է եւ այդ բոլոր հատկանիշները մեր աշակերտի մեջ կա։ Միայն օպերային արվեստում չէ Սիլվի Պետրոսյանի կատարողական վարպետությունը, նա նաև հայկական ու ռուսական ռոմանսներն է գեղեցիկ ու թովիչ մատուցում։ Սիլվին միակը չէ Գյումրու արվեստի եւ երաժշտական դպրոցների շնորհալի սաներից, բայց նաեւ եզակիներից է, որովհետեւ կա կրթություն ստացող աշակերտների խմբականակ, որով մենք առնվազն լավ ունկնդիր ենք պատրաստում եւ կան աշակերտներ, ովքեր հետագա մասնագիտական կրթությունն էլ պատկերացնում են արվեստի եւ երաժշտության մեջ, սա այդ դեպքն է։ Օպերային երգեցողության արվեստում ճանաչում վաստակելու ապագայի մեծ ծրագրեր ունի 16-ամյա երգչուհին։ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցն ավարտելուց հետո Սիլվին բարձրագույն կրթություն մտադիր է ստանալ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ապա նաև Եվրոպայում։ Իր մեծ քայլերի սկիզբը նա այս մենահամերգն է համարում, որն իրականացավ իր կողքին եղած մարդկանց շնորհիվ։ Մարինե Դերբինյան, Վահագն Բարակյան, Հորիզոն։ Եվ վերջում մարզաշխարհից Բաթումիում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է բացարձակ հաղթող թիմային հաշվարկում։ Կանանց հավաքականն այս ցուցանիշով գրավել է 3-րդ տեղը։ Մրցաշարին մեր երկիրը ներկայացել էր 16 ծանրորդով, 8 տղամարդ եւ 8 կին։ Մեր մարզիկներից 3-ը՝ Էմմա Պողոսյանը, Գարիկ Կարապետյանը եւ Վարազդատ Լալայանը դարձել են չեմպիոն։ Իդեպ բոլորը ներկայացնում են Գյումրին։ Արծաթե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը, Գոր Սահակյանը, Արա Աղանյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, բրոնզե մեդալ նվաճել է Մարտին Պողոսյանը։ Այժմին այսքանը, նորությունների հետևեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube